Հայերենը հարուստ է բարբառներով, կոպիտ, մեղմ, թե երգեցիկ։ Յուրաքանչյուր բարբառ լեզվին հաղորդում է ինքնատիպ ու ճանաչելի երանգ, դառնալով տվյալ տարածաշրջանի յուրահատուկ այցեքարտ։ Հնչյունական արտասանական տեսակետից դրանք տարբեր են, բայց միշտ հարազատ, ճանաչելի ըստ իրենց աշխարհագրական տարածքի։ Տարբեր լեզվաբանների հաշվարկով հայերենում շուրջ 50 բարբառ կա, դրանցից մեկն Արցախինն է։ Բարբառը լեզվի տարածքային տարբերակ է եւ կենցաղային հաղորդակցության միջոց։ Սա բարբառի ակադեմիական սահմանումն է։ Արցախցիները սակայն չեն սահմանում։ Նրանք բնութագրում են իրենց բարբառը։ Անգին գանձայնքը դե առաջի հերթին կարոտ սեր գիտում չում ամենալավ վեները հայրենիք, ջերմություն, հարազատություն, ամեն ինչ սիրունա, քաղցրա, պարզա, ինքը ջերմություն է տալիս, մտերմացնում է մարդկանց, հյուրասեր բարբառա։ Հայերենի հնագույն եւ ամենաուսումնասիրված բարբառներից մեկն Արցախինն է, ասում է Հրաչյա Աճարյանի լեզվի ինստիտուտի աշխատակից Լուսինե Մարգարյանը։ Որպես արցախցի բարբառը նրա կենցաղի մշակույթի անբաժան մասն է, որպես լեզվաբան ուսումնասիրության առարկան։ Արցախի բարբառն առանձնանում է իր պահպանողականությամբ։ Այն մի շարք լեզվաբանական հատկանիշներով ընդհանրություններ ունի գրաբարի, միջին հայերենի, ժամանակակից արևելահայերենի հետ։ Այն պարզապես տեղական խոսվածք չէ, այլ մեր լեզվի պատմական զարգացման կենդանի հիշողությունը։ Գրաբարի հետ շատ մեծ են։ Հնչյունական համակարգում դուք գիտեք, որ Մաշտոցյան այբուբենում ֆնչ կար։ Արցախի բարբառն էլ ֆնչ ունի։ Ամեն բառ փ-ով էր, օրինակ ֆուտբոլ, սոփան, կոփե, բայց անկախության շրջանում գրականախոս միջավայրի հետ շփումը բնականաբար երիտասարդների խոսքում ավելացրել է նաև ֆն, բայց մենք չունեինք։ Կամ գրաբարում կային անձներական թվականներ, երկոքյան, երեքյան, չորեքյան, այսօր գրական արևելահայերենը դրանցի մասներն արտահայտում է երկուսն էլ, երեքն էլ, չորսն էլ, իսկ մեր բարբառը պահպանել է ըրկոքան, իրեքան, չուրեքան ու այնքան շատ են տարբեր քերականության մեջ, բառապաշարային իրողություններում, հնչյունական համակարգում այնքան շատ են այդ երևույթները, որոնք ցույց են տալիս քո կապերը այդ հողի եւ հայկական լինելության հետ։ Բացի այդ, Արցախի բարբառում հանդիպող շատ բառերի արմատը հասնում է մինչև հնդեվրոպական լեզվաընտանիքներ։ Մեր բարբառում ունենք սնդու բառը, որը նույնիսկ այսօրվա մեր արցախցիները կարող է երիտասարդները չիմանան, որովհետև դա կենցաղը նշող միավոր է։ Դա եղել է երկաթե այսպիսի ձող, որով թոնրի կրակը բորբոքելու համար եւ հետո արդեն հացաթխման արարողությունը կատարելու համար փչում էին, կրակը բորբոքում էին։ Այդ խողովակը կոչում էր սնդու։ Ինչու է կոչվում սնդու, որովհետև օդի հոսքը այստեղից ուղարկվում էր դեպի անթեղը։ Սենտ բառն է ուղարկել հնդեվրոպական արմատ, որ այսօր դուք կարող եք տեսնել եւ անգլերենում, եւ գերմաներենում ուղարկել։ Ունենք մտկեն դոնն ընկնել։ Ալեքսանդր Մարգարյանը այն մեկնաբանել է իբր մտքերի տունն ընկնել։ Բայց Լավրենտի Հովհաննիսյանը մեկնաբան գտել է այս արմատի ծագումը, որ սա հնդեվրոպական է եւ դնո խորքն է։ Ռուսերենում ունենք դնո եւ մեր բարբառում պահպանված այդ դոնը հենց հնդեվրոպական բհունդոս արմատից է եւ այդ արմատը մենք տեսնում ենք նաեւ գրական արևելահայինի անդունդ բառի արմատում։ 2023 թվականի սեպտեմբերը ճակատագրական էր Արցախի, Արցախցու եւ Արցախի բարբառի համար։ Հազարավոր արցախցիներ ստիպված էին լքել իրենց հայրենի բնակավայրը, որը դարեր շարունակ նաեւ նրանց ինքնության կենտրոնն էր։ Հենց այստեղ էր ձևավորվել ու արցախցու շուրթերից դարերով հնչել Արցախի բարբառը։
Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախը ստիպված էր լքել եւ Հայաստան տեղափոխվել ավելի քան 115,000 քաղաքացի։ Քանի որ մենք ապրում ենք առաջին հարկում, ունենք նկուղ եւ այս դեպքերի հետ կապված բոլորը մեր տանն էին, որովհետեւ նկուղը տան միջով էր։ Եվ վերջում արդեն որ բարձեցինք, որ դուրս են գալիս, եղել ենք ես, աղջիկս Էլիզաբեթը եւ ամուսինս։ Իհարկե խոսել ենք պատերի հետ, մեր հետ ենք խոսել, հա, թեկուզ նաեւ իմացել ենք, որ այս վերջին այցն է եւ վերջին պահն է, որ մենք գտնվում ենք մեր տան անկյունում, այն տանը, որը մենք երկար տարիներ ստեղծել ենք եւ այնտեղ է մեր հիշողությունները եւ մեր ամբողջ կյանքը։ Արցախցին Արցախից հեռացավ մի ճամպրուկ կամ մի բեռնատարիրերով։ Թերևս միակ բանը, որն անխոչնդոտ առանց ավելորդ ծանրության նա իր հետ բերեց Արցախից, բարբառն էր։ Տական փիսաբրալանք մենք պիտի ապրի։ Մենք երբ պրավալանք լամին 10-20 տարեկենանք։ 2023-ից ի վեր մայրաքաղաքում ու մարզերում ավելի հաճախ ենք լսում Արցախի բարբառը։ Ու եթե դա մեզ համար, ասենք, Շիրակի կամ Լորվա բարբառից տարբեր, մի քիչ հասկանալի, մի քիչ էլ անհասկանալի բարբառ է, ապա արցախցու համար առաջին հերթին կարոտ է ու տանջերմություն։ Հիմա Արցախի բարբառն Արցախից դուրս հնչելով բոլորովին այլ հիշողություն, տրամադրություններ է առաջացնում։ Եթե մենք ունենք այն ինչ մերն է, մենք չենք զգում դրա այն քաղցրությունը, ինչ կորցնում ենք, այն կարևորությունը, ինչ հիմա ունի ինքը մեր համար, այն վաղտ այդ չէր, որտեղ արդեն մերն էր, կորստի ոչ մի նշույլ չէինք զգում։ Ինքը ջերմություն է մարդկանց միջև, եթե ներքին կապ, եթե ես տեսնում եմ մեկը Արցախի բարբառով խոսելուց միանգամից շրջվում եմ, հասկանամ, ծանոթ է, դա չեմ կարող բացատրել, բայց մի հատ ներքին ջերմություն, հարազատություն։ Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներին արցախցիները հետևում են կրկնակի տագնապով։ Վտանգված է ոչ միայն Արցախի մշակութային ժառանգությունը, այլև արցախյան բարբառը։ Ինքնությունը ձևավորող այս առանցքային բաղադրիչների աստիճանական ոչնչացումն ընկալվում է ոչ միայն մշակութային, այլև որպես հավաքական հիշողության եւ պատմական ներկայության կորուստ։ Լամինբենս ասում, ես քաղաքականության մեջ չկամ, այմար Մունքել չինքլա քաղաքականության մեջ, Արցախցին ծնվալ չի, ինքը ստիպված է քաղաքականության մեջ ինիտի չվերես ուրիշ թեմա չունի մետակրկրվելի։ Մս ստիպալ եմ, որպեսզի մունքնին քաղաքականության մեջ, ու հայ եթե ասում է ես քաղաքականության մեջ չկամ, ուրեմն ինքը պարզապես հայրենասեր չի, ու թքած ունի իրան հայրենիքի վրա, որովհետև սա քաղաքականություն չի, սա արդեն մեր ապրելակերպն է ու կենսակերպն է։ Մասնագետի գնահատմամբ, եթե նախկինում բարբառը կենսունակ էր իր միջավայրում, փոխանցվելով սերունդներին առօրյա հաղորդակցման միջոցով, ապա այժմ այն կանգնած է ձուլման վտանգի առաջ։ Միջև ստեղ գալի դուզ ասած մտալով ChatGPT-ն ըստ ավանդույթի։ ChatGPT-ն ասում է հոնց քինալավ երևի մերվելու վա մեր պետական, այսին պետական լեզվի հետ ու ինձ դա շատ ցավալի է, ես երի վեր խոսում, ստի խոսում ասում Պաստորեն մեր պարոդան վերանում, որովհետև ես գտնում վեր արցախցիները դա հատուկ մեր լուզով, այսին պարոդայն։ Արցախցիների տեղաշարժը ստեղծել է միջավայր, որտեղ սոցիալական ու կրթական նոր պայմանները խրախուսում են գրական լեզվի կամ տվյալ երկրի լեզվի կիրառումը, աստիճանաբար բարբառը մղելով ընտանեկան եւ կենցաղային սահմաններ։ Յուրաքանչյուր բարբառ եւ հիմա հենց Արցախի բարբառը հանդիսանում է մեր ինքնության հիմքը եւ մեր արմատների եւ հիշողությունների հետ կապը, որը մենք ձևավորում ենք եւ դարձնում ենք մշակույթ մեր ընտանիքներում այն ներկայից անցյալից դեպի ներկա փոխանցելու համար։ Դու մամային, որ օրինակ ինչ որ ուզում ես հարցնես, դուրս իջնես, մուլտիկ նայես, ո՞նց ես ձեր բարբառով հարցնում, հələ էլ ասա։ Մամա, կարիմ մուլտիկ եշի։ Մեր բարբառում մի լավ առած կասմա վղոնիս լյուզյոնիս, վղդ գյուղացեն, լյուզյուտ գյուղացեն։ Սա բանաձևում է, դու քո տարածքում ես, տեր ունես, հայրենիք ունես, հող ունես, լեզու ունես։ Ոչ վաղը դառնալու ես հուշարձան, այնպես ինչպես մեր արևմտահայ բարբառներն են դարձել։
Ստեղծված իրականությանն արցախցին նայում է որպես անցողիկ դժվարություն ու ոչ թե վերջնական հանգրվան։ Հենց այդ վստահությամբ են հազարավոր արցախցիներ պահպանում իրենց բարբառը, համառորեն հայտարարելով՝ օրը գալու է եւ Արցախի բարբառը հնչելու է Արցախի հողում։ Սոնա Խաչատրյան, Հարութ Ապրեսյան, Դմիտրի Անտոնով, Armenia Today։